Հավատում եք, որ էթիկայի կանոնագիրքն ընդունելուց հետո ԿՊԱ-ականները կդադարեն հայոյել։ Չէ։ Չէ, երևի։ Հայ աղջիկ ջան, ես գիտես ում եմ հավատում, որ եղավ 3 տարի է պաշտպանին գլխավոր դատախազին դիմում եմ գրում, հələ իմ գործերս առաջ չի գնում։ Ես հիմի ում հավատամ։ Միք ներվայնացրեք։ Չգիտեմ, ճիշտն ասած, չեմ ուզում մտածել այդ ուղղությամբ։ Չեմ սիրել ԿՊԱ-ականները վերեմ մինչև վար, քող, ավազակ, ամեն տեսակ են։ ԿՊԱ-ականները ինչ են որ հայրեն կամ չէ։ Չգիտեմ։ Ոչ մի բան չեն դադարի։ Էթիկան լավ բան է, բայց եթե մարդը ներսից չունի աստված պաշտություն, իրան ոչ մի բանը կարա չօգնի։ Ամենակարևորը, որ ունենա Աստծո նկատմամբ հարգանք, Աստծուն պաշտի ինչպես Աստծուն, այն ժամանակ մարդու ներսը կկարգավորվի, էթիկանն էլ ամեն ինչ տեղ կունենա։ Իսկ ինչ եք կարծում հիմա կդադարեն ԿՊԱ-ականները հայոյել։ Դժվար ասել է։ Շատ քիչ է հավանականությունը։ Այնքան լրագրողի եմ տենում կինոյի տունը, ոչ մի բան էլ չեմ հավատում, ցավդ տանում։ Իրոք չեմ հավատում։ Ինչի՞ չեք հավատում։ Որովհետև ինքը արդեն իր դեմքը պատրել է լրիվ։ Ոչ, նրանք չեն դադարի երկու։ Ճիշտ ասած, ծանոթ չեմ նախագծին։ Բայց կդադարեն հայոյել, ինչ եք կարծում այդ կանոնագիրքն Դուք այնպեսի մի հատ մի հարց եք տալիս, ինձ որ այսինքն եթե ես ծանոթ չեմ այդ կանոնագրքին ու չեմ կարողանում հասկանամ, ասենք ինչի մասին այդ ձեր հարցը, ինչ պատասխանեմ ձեզ։ Ոչ մի բանի Ազիզ ջան չեմ հավատում։ Չեմ վստահում ոչ մեկի ու ես գիտեմ իմ այս խոսքը եթեր չի գնալու, բազմաթիվ անգամ է եղել ու չի գնացել։ Ես ոչ մի բանի չեմ հավատում ընդհանրապես։ Ոչ նախկին կրկնում, միշտ կրկնում եմ, ոչ ներկա։ Դրանք նույնն են, որը մեզ տանում են ընդհանուր կործանման։ Իսկ այն ինչ որ կատարվում է այսօր, մինի տարբերակով եղել է իմ եւ իմ երեխայի վրա։ Կեղտոտ օդ, հիվանդություն եւ այլը։ Այ դա 2018-ից 21-ից արդեն այդ կեղտոտ հոտը, որի արդյունքում ես ու իմ երեխան հիվանդացանք, ոսկրային հիվանդություն, լյարդի, երիկամի, իմ երեխան ինձ հետ։ Այդ դա է։ Ոստիկանությունը ոչինչ չի անում, ընդհակառակը բազմաթիվ բողոքներ են եղել, ոչինչ չի անում, ընդհակառակը նպաստում է ամենավատին եւ մյուս բաները։ Այդ ամենը ինչ որ կատարում է այսօր մինի տարբերակով նորից կրկնում է դա եղել է իմ եւ իմ երեխայի հանդեպ։ Այնպես որ բարի գալուստ հայերին ողջունում եմ այս կեղտոտ օդը։ Առաջինը մենք ենք շնչել, որի արդյունքում հիվանդացել ենք։ Յուրաքանչյուր հայ թող գնա ստուգվի, տեսնի ինչ վիճակում է ինքը։ Այնպես որ մենք մեզ կործանեցինք։ Դժվար, մեղք կա դա, հնարավոր չի։ Ոնց կարան, հայոյանքով եկել են, հայոյանքով էլ պետք է ճամփու դնեն գնան, հնարավոր չի։ Դրանց սուտ խոստումներին, որ ժողովուրդ, այս միամիտ ժողովուրդը մեր, գիտությունից զուրկ ժողովուրդ է, չկա, հասկացողություն չունեն, հեսա թոշակները կբարձրացնի, հեսա նպաստները մի քիչ կբարձրացնի, հեսա, կեցը Նիկոլի նման ղեկավար չենք ունեցել, չենք ելու, թողենք Աստծո հույսին, ժողովուրդը մի քիչ հավատք իրա պնդասնի, եկեղեցին են ավիրում, հավատքն են հայոյում, էլ բան չի մնացել, արդեն վերջին հենասյունն է, այս հենասյունն էլ որ ջարդեցին, այս երկիրը գավիժելու անդունդը չկա, ձև չկա, փոխանակ մարդը մի հատ իրան նորոգի, մի հատ իրան հաշիվ տա, հայրու մեջ նայի, տեսնի ինչ է ինքը ուզում, հավատք է ուզում, ասում Աստծո խոսքը, ոչ միայն հացով, այլև նաև Աստծո խոսքով, գնացեք ձեր ստամոքսով մտածեք, հեսա թոշակները կբարձրացնեն, հեսա մեր դահիճները կգան, մեր թուրք եղբայրները, այն յաթաղանը, որ 15 թվին արում է խմել, հələ ծարավ է տարյան, ոչինչ իրանց կարճի վրա են զգալ, 85%-ը պետք է մաղվի, կներեք որ ցենց պարզ եմ խոսում, կորցնելու բան չունեմ, մենակ մարդ եմ։